Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր քննարկում ենք մենք տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Պարոն Թունյանը ներկայացրեց իր նկատառումները, մենք իհարկե սպասում ենք իրանից ավելի պրոակտիվ, ավելի ապագային միտված, տեսլականը ներկայացնելուն միտված ծրագիր։ Սակայն ստացանք ուղղակի շատ մակերեսային մի քանի պնդում։ Չնայած դրան, տնտեսական հանձնաժողովը կարևոր շատ հանձնաժողով է, որտեղ այդ հանձնաժողովով ենք տեսնում, որ մենք հաղթելու ենք աղքատությունը մեր երկրում։ Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած։ Մեր երկրում վերջի 8 տարվա ընթացքում աղքատությունը վերջի ցուցանիշներով մինչև 24 թիվը իջել էր ընդամենը 2-3%։ Երբ որ երկիրը վերցրել էր 7-ից 8 միլիարդ դոլարի նոր վարկ։ Շատերը կասեն, որ դիտարկեք ՀՆԱ, այսինքն երկրի ընդհանուր հարստության հետ համեմատությունը։ Սիրելի հայրենակիցներ, չգիտեմ, տնտեսագետները պետք է ձեզ ներկայացրած լինեն։ Մեր հայրենակիցները, ովքեր մեզ լսում են, ես կներկայացնեմ իրենց։ Տեսեք ինչ իրավիճակ է Հայաստանում։ Ուրեմն վերջի տարիների ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 5 տրիլիոն դրամ։ Մեծ թիվ է։ Իսկ գիտեք ինչից է կազմված ՀՆԱ աճը։ Եկեք նայենք, թե ՀՆԱ աճի մեջ ինչքան տոկոս ազդեցություն ունի ինչը պետական պարտքը։ Պետական պարտքը ՀՆԱ աճի մեջ 5 միլիարդից, 5 տրիլիոնից 2.5 տրիլիոնը պետական պարտքն է։ Այսինքն մենք ինչքան որ աճել ենք, դրա կեսը պետական պարտքն է։ Կասեք, բայց մյուս կեսն էլ ենք աճել, չէ՞։ Իսկ գիտեք մյուս կեսը ինչն է։ Ցավոք, եթե նայեք վարկերի թիվը մեր հանրապետության քաղաքացիների 2.5 տրիլիոն էլ վարկերի աճն է։ Այսինքն եթե սպառողական վարկերը 18 թվականին 700 միլիարդ էին, հիմա 1.8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Եթե հիպոթեկայինի գծով 8 անգամ ավել։ Մոտավորապես ամբողջ տնտեսական աճը, չգիտեմ, մեր հայրենակիցներին մեկը սա ներկայացրել է, թե չէ, 5 տրիլիոնից ժողովուրդ 2.5 տրիլիոնը ժողովրդի վերցրած վարկերն է, 2.4 տրիլիոնի կարգի պետության վերցրած վարկերն է, որակական փոփոխություն մեր տնտեսության մեջ ցավոք չկա, գյուղատնտեսության մեջ, գիտեք ինչ ցուցանիշ է այս տարի գյուղատնտեսության մեջ, գյուղացիները օրինակ, որ մեզ նայում են, ձեր կարծիքով կես տարում ինչքան է գյուղատնտեսության աճը եղել Հայաստանում։ 2026 թվականին կես տարում գյուղատնտեսությունը ըստ օֆիցիալ վիճակագրական տվյալների անկում է գրանցել։ 1.4 միլիարդ դոլար վարկ ենք վերցնում։ 1.4 միլիարդ դոլար, բայց գյուղացին աղքատանում է։ Տնտեսական մոդելի կարդինալ փոփոխություն է պետք։ Այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու։ Կոլեգաներից եւ մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ինչ կլինի, եթե սնանկություն հայտարարի երկիրը։ Ինչ կլինի։ Կմտնի միջազգային ֆինանսավորում, ֆինանսական կառույցների կառավարում։ Միջազգային ֆինանսական կառույցները կսկսեն թելադրել մեզ ինչ հարկեր, ինչ աշխատավարձներ տալ եւ չտալ։ Դա եղել է Լիբանանի օրինակով, դա եղել է Հունաստանի օրինակով։ Հունաստանը 15 տարի է ծախսել, որ հետ գա նույն մակարդակին, բայց Լիբանանը դեռ հետ չի գալի։ Իսկ գիտեք ոնց էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը։ Հայաստանից անգամներով շատ։ Փողերը նույն ակտիվություններ, բայց Լիբանանում մի բան չկար, արդյունաբերություն չկար, գյուղատնտեսությունը չզարգացրին։
Հիմա ասեմ ինչ վիճակա մեր երկիրը հիմա։ Բնական, շատ տրամաբանական մի հետաքրքիր հանգույցի վրա ենք։ Ռեկորդային թանկ պղնձի գին կա։ Պղինձը մեր արտահանման նշանակալի մասն է։ Ռեկորդային թանկ 12,000-ից ավել է անցել։ Ռեկորդային շատ հոսք կա այլ երկրից բազում անգամ ասինք, որը տնտեսությանը սնուցում է, պրոտեին ենք տալի տնտեսությանը։ Միևնույն ժամանակ պետական պարտքը, տեսեք, համ պղնձի գինն է շատ, համ ռուս-ուկրաինական պատերազմից գումարներն են շատ գալի, երկուսն է ժամանակավոր, համ էլ 1,4 միլիարդ պարտք ենք վերցնում այս տարի։ Ժողովուրդ, ես գիտեմ, մեր լրագրողները կարող ասեն, ինչու չեք խոսում ինչ որ անձնական հակադրություններից, մարդկանց խոսույթներից։ Ստեղ հլնայեք ինչի մասին ենք մենք հասել։ Պղնձի գինը բարձր, գումարները գալիս են, 1,4 միլիարդ պարտք ավելանում է, գյուղատնտեսությունը ընկնում է։ Ու այդ ամբողջ ժամանակահատվածում դրել ենք փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկել ենք։ Տնտեսական քաղաքականություն, որ ասում ենք, դա, գիտեք, գործընկերներից մեկը ասեց, այս ընտանիքը կառավարի այն ընտանիքը, այ մարդ, թող հայկական ընտանիքներ յան ազգանունով 1000, տասնյակ հազար հայկական ընտանիքներ ուժեղանան տնտեսապես։ Ես ուրախ եմ յուրաքանչյուրի տնտեսական հաջողությամբ։ Ինչպես կարելի է տխրել, երբ որ տեսնես յան ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել, այն էլ եթե համեմատում ես, որ իր տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր ունենալ, ով ազգանունով մարդ, իձե, զադե, մեր ազգի հարստությունը, մեր երկրի հարստությունը, էդի իչքան հնարավոր շատ տնտեսական միավորների, գործարարների հարստությունն է, իչքան շատ լավ գործերը գնա այս ժողովրդի մոտ, այդքան երկիրը հարստանում է, հակառակը չի։ Մի օրինակ բերեմ, պատկերացրեք թերթ եք կարդում Նիկարագուայի մասին։ Ուրեմն այնտեղ մի հատ հետաքրքիր բան է տեղի ունենում, այնտեղ մի գործարարից վերցնում են սպորտզալ մի հատ։ Սպորտզալ։ Ու Նիկարագուայի ազգային ժողովի փոխնախագահի տրեյները դառնում է այդ սպորտզալի տնօրենը։ Ես իհարկե վստահ եմ, որ Նիկարագուայի ազգային ժողովի փոխնախագահի տրեյները մեծ գործար է, ես դա տեսնում եմ եւ վստահ եմ շատ մեծ գործար է, բայց ժողովուրդ ջան, վերնագրերը նայեք, ուր ենք հասել, ինչի ենք հասել, չի կարելի ունե զրկումով կառուցել տնտեսություն, մարդկանց հնարավորություններ տալով է միայն հնարավոր կառուցել լավ տնտեսություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ ինձ թվում է ոչ ոքս դեմ չենք լինի, որ Վաղինակ Վարդանովը օրինակ տնտեսական հաջողությունների հասնի, պարոն Կարապետյան, կամ Կնյազ Հասանովը։ Հիմա էլ հետո էլ երբ ուզեք, եթե ազնիվ է, որևէ խնդիր չկա։ Հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտ չէ, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիր